Համընդհանուր ապահովագրության ռեգիստրում տվյալների վարման կարգը հաստատելու մասին որոշման նախագիծը զեկուցող առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան։ Շնորհակալություն մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, այս որոշումը ի թիվս մեր նախորդ թիվ կառավարության կայացրած որոշումների եւ մինչ այդ ունեցած կարգավորումների համալրելու են մեր տեղեկատվական համակարգերի գործարկման ամբողջ մեխանիզմները։ Ես ասեմ, որ մեր կարգավորումների համաձայն եւ արդեն իսկ տեստավորված եւ գործարկված է մեր ուրեմն ընդհանուր ապահովագրված անձանց կարգավիճակի տրամադրման եւ տեղեկատվական բազաները եւ այս որոշումն էլ համալրելու է մեր գործնական արդեն շղթայի հաջորդիվ հատվածները։ Ըստ էության նախագծով մանրամասն կարգավորվում են մեր համընդհանուր ապահովագրության շրջանակներում տեղեկատվության փոխանակման եւ այսօր էլ նշեցինք, որ թվայնացման շրջանակներում փոխգործելիության հիման վրա, որպեսզի անձը մեկ անգամ տվյալները տրամադրելով որոշակի կառույցի արդեն հաջորդ կառույցները իրար միջև փոխգործելիության շրջանակներում կարողանան օրենքի եւ կարգավորումների տրամաբանությամբ ապահովել այս տեղեկատվության փոխանակումները եւ հաջորդիվ էլ մենք մեծ աշխատանք ենք իրականացրել մեր գործընկերների հետ ներքին գործերի նախարարության, աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության եւ մյուս բոլոր գործընկերների հետ մեր շտեմարանները կարգաբերելու եւ այս տեղեկատվական ուրեմն տվյալների փոխանցման ավտոմատ համակարգեր ներդնելու առումով աշխատանքները առաջիկա ամիսներին ամբողջությամբ վստահ եմ կամփոփվեն եւ մենք կունենանք նոր թվայնացման ստանդարտներով տվյալների փոխանակում։ Պարոն վարչապետ, այսքանը խնդրեմ։ Ինչի համար են այդ փոխանակումները, որպեսզի շահառուների շրջանակը եւ ծառայությունների մատուցման տեղեկատվությունը հասանելի լինի բոլոր այն կառույցներին, որոնք պետքա հասանելիություն ունենան։ Այո, պարոն վարչապետ, մենք տեղեկատվությունը օրինակ 200,000 դրամ եւ ավել աշխատավարձ ստացող անձինք, ովքեր շահառու են եւ համապատասխանաբար ըստ այդմ հարկային գործակալը պետք է նրանց փոխարեն, այսինքն գործատուները կատարեն առողջության ապահովագրության համար անհրաժեշտ վճարումներ եւ պետքա նաեւ առողջապահության համակարգը տեսնի, որ վճարումը կամ կատարված է ֆինանսների նախարարությունը, այսինքն այս տվյալների շրջապտույտի կարգավորման մասին է այս որոշումը։ Այո, պարոն վարչապետ, եւ դրա մենք հենց այդ ենք կարգավորումներով դնում, որ գալու ենք մի կետի, որ այդ բոլոր ուրեմն փոխանակումները լինեն նոր ստանդարտով API լուծումներով եւ սա է մեր նշաձողը ավտոմատ ձևաչափերով։ Տիկին Ավանեսյան, ուրեմն նախորդ օրը երեկոյան հեռուստացույցի դեմ նստած ալիքներն էի փոխում, մեկ էլ մի ալիքով լուրեր էր, տեսա առողջության ապահովագրության մասին է խոսքը, ասի կանգ առնեմ, տեսնեմ ինչ են ասում։ Ուրեմն ինչ իմացա ես այդ ռեպորտաժից։ Ես այդ ռեպորտաժից իմացա, որ առողջապահության համակարգը փլուզվել է, ջախջախվել է եւ գոյություն չունի այլևս Հայաստանի Հանրապետությունում եւ մենք տենց կատաստրոֆայի առաջ են կանգնած, որ կոവിഡ്ի համավարակը 1000 ներողություն գալաթ է արել եւ հիմա մենք տենց ես ճիշտ ասած վախից անջատեցի հեռուստացույցը եւ հիմա կուզենայի ձեր մեկնաբանությունները կարող է մի բան կամ մեզ չեք ասում, մենք տեղյակ չենք։ Պարոն վարչապետ, երբ որ այդ ռեպորտաժներից գնում ես կոնկրետ հիվանդանոց, կոնկրետ պացիենտի սենյակ ու տեսնում ես վիրահատված 3-80-ամյա մեր քաղաքացին, ով մինչև այդ, եթե այդ խնդիրը ունենար դեկտեմբերի 31-ից առաջ լրջագույն խնդրի առաջ էր կանգնելու, որովհետև հասանելի չէր լինելու այդ ծառայությունը սրտի ռիթմավարի, 2 օր առաջ վիրահատվել է եւ 3 երեկոյան տուն է գնացել վերականգնված առողջությունով, այսինքն մենք միշտ ունենք այդ իրականություն եւ ներկայացված։ Բայց այնուամենայնիվ, չէ, նախ եկեք մի բան ասենք, որովհետեւ մենք այն որ այս մասշտաբի բարեփոխումը ինքը տենց բան չի լինելու, մի բաժակ ջուր խմելու նման չի լինել, այդ մենք գիտենք, բայց այնուամենայնիվ հիմա ո՞նց եք դուք գնահատում, ենթադրենք 10 բալանոց համակարգով մենք մեր խնդիրը ինչքանով ենք
քանի բալ կգնահատեք մեր խնդրի կատարման այս պահի դրությամբ մակարդակ։ Ես կարծում եմ մենք 6.5 ենք, պարոն վարչապետ, եթե ազնվորեն ասեմ, ես շատ ավելի մեծ խնդիրներ էի ակնկալում պրակտիկայում կիրառման արդյունքում։ Իհարկե մենք ունենք այս պահին խնդիրների բաժանել ենք նաև կատեգորիաների։ Առաջինը դա տեղեկատվական բացի խնդիրներն են։ Այսինքն մարդիկ լրացուցիչ տեղեկատվության կարիք ունեն, ինչպես օգտվեն ոչ միայն պացիենտները, այլ նաև մեր բժիշկները, որը որոշակի ժամանակ է պահանջում, մինչև որ նաև մեր բուժաշխատողներն ու վարչական մասի պատասխանատուները ամբողջությամբ այս բարդ համակարգի տեղեկատվական կտորները կկարողանան արդեն դառնա իրենց ռուտին աշխատանքը։ Սա առաջի հատվածն է։ Ունենք նաև որոշակի իրական կյանքում շատ սպეციფიկ իրողություններ, որոնք որ ի հայտ են եկել, մի օրինակ բերեմ, պարոն վարչապետ, հավելվածը ներբեռնում են մեր ավագ սննդի ներկայացուցիչները, բայց քանի որ կարգավորումները այնտեղ գրվում է ինչպես դեմքը շարժել, ակնոցները հանում են չէին կարողանում հետևել այդ ուրեմն տրվող ցուցումներին։ Հիմա այսօր թարմացրել ենք հավելվածը, կլինի նաև ձայնային հուշում, որ ինչպես շարժել դեմքը, որ նույնականացումը լինի։ Այսինքն մենք բոլոր խնդիրները ճկուն ձևով փորձում ենք ֆիլտրել եւ փոփոխությունների եւ անընդհատ լավարկումների շրջանակում կարգաբերել։ Հիմա ճիշտ է, նիստը երկար է տևում, բայց ես մի բան պետք է պատմեմ ձեզ, որովհետեւ նախ ուզում եմ բոլորս, որովհետեւ հիմա այս ինչպես մնացած բոլոր դեպքերում կա մի քննադատություն, ավելի լավ նախապատրաստվեիք, նոր անեիք, ավելի լավ նախապատրաստվեիք, նոր անեիք, եւ ես շատ մտածել եմ այս թեմայի մասին, ավելի լավ նախապատրաստվելու մասին, եւ ես ուզում եմ առաջին հայացքից կապ չունեցող մի պատմություն պատմել, դա գաղտնիք չի, որ ես հեծանիվ եմ քշում։ Այս որոշ ժամանակ հեծանիվ վարելուց հետո, ուրեմն կա հեծանիվ կոնտակտային կոշիկներով, այսինքն որ դա հատուկ այդ պեդալի հատուկ կոշիկա, որը սենց բան անում, մտնում է բանի մեջ։ Եվ ինքը պարզ է, սովորական կոշիկներով քշելուց հետո շատ բարդ է, եւ ես որոշեցի, որովհետեւ տենց ավելի արդյունավետ է, ավելի սահուն է, ավելի հաճելի է հեծանիվ վարելը։ Ես որոշեցի, որ արդեն բավարար ստաժ ունեմ, որ կարող եմ արդեն կոնտակտային կոշիկներով քշել այդ հեծանիվը, բայց հասկանում եմ նաեւ, որ դա պետք է սովորել։ Եվ ինչ որոշեցի, շատ տրամաբանական մի բան որոշեցի, որ կեցավայրում տրինաժորների վրա դնեմ այդ բանը, կոնտակտային կոշիկները եւ սովորեմ կոնտակտային կոշիկով վարել։ Եվ ես երկար ժամանակ սկսեցի վարել կոնտակտային կոշիկներով, որովհետեւ իրան հանելու եւ տեղադրելու հատուկ ձևեր կան, վարժություններ կան։ Ագին երկար ժամանակ, երևի մի ամիս ու կես, այնքան պարապեց, որ շատ սահուն ես դա անում էի։ Եվ ես նաև ինչի համար էի անում, որովհետև ասում եմ, դե մարդկանց հետ քշում եմ բանն, այն չլինի, մի անգամից այնուամենայնիվ վարչապետ ես, բան ընկնես եւ այլն մարդիկ ասեն։ Ես ամսից ավել պարապել եմ տրինաժորում։ Հետո սկսել եմ իրական կյանքում այդ կոնտակտային կոշիկներով սկսել եմ քշել։ Բայց ես տասնյակ անգամներ ընկել եմ եւ տասնյակ անգամներ ընկնելուց հետո է, որ ես սովորել եմ։ Ես 2 ամիս որովհետեւ տրինաժորն ու կյանքը բոլորովին ուրիշ բաներ են։ Որովհետեւ տրինաժորի ժամանակ կողքովդ մեքենա չի անցնում, դիմացովդ կատու չի անցնում, վերևովդ թռչուն չի թռնում, լուսացույցը լույսը չի փոխում, քամին չի փչում, արևը չի ծագում, պատուհանից մեկը չի գոռում եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ նաեւ այս թվում է թե իրավիճակի հետ կապ չունեցող բանը, բայց նա նույն բանն է, ինչքան ուզում ես տրինաժորի վրա պարապի, երբ որ դուս եկար կյանք, դու չգիտես այդ պահին ինչ է տեղի ունենա, ինչքան ուզում ես պարապի, ինչքան ուզում ես տրինաժորում փակ պայմաններում պարապի, երբ որ էլի ասում եմ, միջև դու կյանքին չհանդիպես, դու չես կարողանալու գնահատել, դու գիտես քշել հեծանիվ, թե չգիտես, դու գիտես ինչ որ գործողություն իրական կյանքում անել, թե չգիտես։ Հետևաբար այո, առողջության ապահովագրության համակարգը
Հիմա այդ այն բանն է, որ մենք տրինաժորի վրա պարապել ենք, հետո ասել ենք, չէ, ոնց որ պատրաստ չենք։ Եկեք նորից պարապենք։ Կես տարի ենք պարապել, հետո էլի կես տարի, հետո էլի կես տարի։ Քանի անգամ հետաձգել ենք, հիմա դուս ենք եկեք կյանք։ Հիմա ընկնելու ենք անխուսափելիորեն։ Ընկնելու ենք, պետքա ուշադիր լինենք, որ ընկնելիս ջարդուփշուր չլինենք, բայց պետքա ընկնենք, վեր կենանք, նորից փորձենք, նորից ընկնենք, նորից վեր կենանք, նորից շարունակենք եւ դա ճանապարհը։ Եթե որևէ մեկը գիտի, կասի, որ այլ տարբերակ եւ այլ ճանապարհ կա, ես գոնե իմ սեփական փորձով եւ չգիտեմ ուրիշ որևէ մեկի փորձը, որ այլ ճանապարհ կա։ Հետևաբար այո, բարդ է, դժվար է, բայց երբ որ Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Քենեդին հայտարարում էր, ասում էր, որ մենք որոշել ենք առաջիկա այս տասնամյակում թռնել լուսին։ Եվ հաջորդ շատ կարևոր նախադասություն է, եւ մենք դա անում ենք ոչ թե դրա համար, որ դա հեշտ է, այլ մենք անում ենք դրա համար, որ դա դժվար է։ Մենք ընդհանրապես կարծում եմ ցանկացած կառավարություն որևէ բան պետք է անի ոչ թե նրա համար, որ դա հեշտ է, որովհետեւ հեշտ բաներ անելու պարագայում մենք էլի ընկնելու ենք, բայց չենք կարողանալու վեր կենանք։ Այլ մենք պետք է անենք բաներ, որոնք դժվար է, եւ մենք դժվարություններով այո անում ենք այս բանը, որովհետեւ համոզված ենք, որ դա պետք է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին առաջին հերթին եւ Հայաստանի Հանրապետությանը, տնտեսությանը եւ այդպես շարունակ։ Այնպես որ ինչպես շարունակում ենք 24 ժամ աշխատել, որովհետեւ շատ բարդ համակարգ է ներդրված, ուշադիր լսում ենք քննադատությունները, ուշադիր լսում ենք նաեւ փլուզման եւ կործանման մասին տեղեկատվությունները, բայց չենք վախենում, չենք անջատում հեռուստացույցը, շարունակում ենք դիտել եւ փորձում ենք ռացիոնալ հատիկը դուրս բերել եւ գնալ այդ ռացիոնալ հատիկի հետևից եւ փորձել այն ռացիոնալ խնդիրները, որոնք մատնանշվում են, փորձենք լուծել։ Հարցը դրվում է քվեարկության, խնդրեմ, Համետ։ Պարոն վարչապետ, ուղղակի բաց թողեցեք, կուզեի նշել նաև, որ մինչև այսօր առավոտ ժամը 10-ը արդեն 16266 ապահովագրությունով սպասարկված այց ունենք։ Եթե հաշվենք, որ 2 օր է ամբողջական աշխատանքային օր, նշանակում է, որ բավական արդեն սրա շրջանակներում այցեր ունենք։ Եվ ինչպես ասացիք, այո, շարունակում ենք զգայուն լինել բոլոր բարձրացված հարցերին եւ արձագանքելով առաջ գնալ։ Տիկին Ավանեսյան, նախարարությունում խոսում ենք, մենք պետքա հիմա մշտական ընդ որում դա մեկ անգամյա բան չի, շահառուներին մենք անուն ազգանունով հեռախոսի համարներով գիտենք։ Պետքա անընդհատ հարցումներ անցկացնել իրանց փորձառության մասին, մանավանդ հիմա ինտենսիվ, որպեսզի հենց առաջի ձեռքից իմանանք մարդիկ ինչ խնդիրներ են հանդիպում եւ այդ խնդիրները, ինչպես ասում են, դասավորենք ըստ առաջնահերթությունների եւ գնանք դրանց լուծման հետևից։ Կան այլ դիտարկումներ թեմայի հետ կապված։ Հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։ Հարգելի գործընկերներ, մեր նիստի օրակարգը սպառված է, նիստը ավարտված, շնորհակալություն։